Այսօր լրացավ իմ ու Վարդանի ծանոթության 16 տարին։ Առավոտյան քաղցր ու ծաղիկներ էր թողել ննջասենյակում, որ արթնանամ ու ուրախանամ ու գնացել էր աշխատանքի։ Փաստորեն կյանքից կեսը անցկացրել եմ Վարդանի հետ ու շատ սիրուն պատանեկան սեր ենք ունեցել ու ինչ լավ է, որ մեր ռոմանտիկան չի վերացել։ Քանի որ մեր սերը միշտ շատ սիրուն օրինակ է եղել հատկապես պատանիների համար, որոշեցի այս ձևով ձեզ պատմել, թե ինչպես սկսվեց մեր պատմությունը։ 2009 թվականներ Վարդանը պատրաստում էր իր վերջին զանգին, իսկ ես ավարտում էի իմ 9-րդ դասարանը։ Մենք նույն դպրոցում էինք սովորում, ճանաչում էինք իրար, բայց երբեք չէի պատկերացնի, որ մի օր Վարդանը կլինի իմ ամուսինը։ Իր վերջին զանգի օրերին շատ հաճախ էինք հանդիպում ու չգիտենք էլ ինչպես սիրահարվեցինք։ Վերջին զանգի օրը տավիճով ծաղիկներ էին նկարում դպրոցի բակում ու հանկարծ գլուխս բարձրացրեցի, տեսնեմ Վարդանը դիմացից կանանացավ, թե ինչքան է այդպես կանանաց նայել ինձ չգիտեմ։ Հետո եմ գիտակցում, որ հենց այդ պահին եմ ես սիրահարվել։ Շուտով սկսվեց ամառային արձակուրդները ու դե էլ դպրոց չէինք գնում ու բնականաբար չէինք էլ հանդիպում ու ես զգում էի, թե օր-օրի ինչքան եմ կարոտում մեր հանդիպումները։ Մեր բարեկամին ես խոսք էի տվել, որ իր վերջին զանգի նկարները ես եմ նկարելու ու չգիտեմ ոնց 80%-ի մեջ Վարդանն էր։ Վերջին զանգից մի քանի օր հետո մեր գյուղից մի աղջիկա հետ նայում էինք վերջին զանգի նկարները, նայելով Վարդանի նկարները, ասաց, որ շատ է սիրում Վարդանին ու պատրաստվում է դրա մասին ասել իրեն։ Վայ, հիշում եմ, թե ոնց խառնվեցի իրար այդ պահին ու շատ կոպիտ այդ աղջիկան ասացի, որ Վարդանը ուրիշին է սիրում, բայց ես չգիտեի Վարդանը ինձ իսկապես սիրում է թե ոչ։ Ու հենց այդ պահին հասկացա, թե որքան եմ վախենում նրան կորցնելուց։ Անցավ որոշ ժամանակ ու Վարդանը ինձ նամակ գրեց, սկսեցինք շփվել, բայց ամեն ինչից խոսում էինք բացի սիրուց, բայց հետո հասկացա, որ եթե մեր շփումը այսքանով սահմանափակվի եւ ավարտվի, ես հաստատ շատ ծանր եմ տանելու, քանի որ օրեցօր ես ավելի եմ կապվում Վարդանի հետ։ Որոշեցի, որ այլևս նամակներին չեմ պատասխանում ու հետո Վարդանը մի քանի օր անց ինձ զանգում է հեռախոսից, պատասխանում եմ շփոթված ու Վարդանից լսում եմ մի նախադասություն՝ ես սիրում եմ քեզ։ Ու դե բնականաբար այն նախադասությունը, որին այդքան սպասել էի։ Հետո խնդրեց, որ այդ պահին ոչինչ չասեմ, մտածեմ ու հետո խոսենք այդ թեմայով։ Հետո սկսվեցին Վարդանի ընդունելության քննությունները ու մի պահ դադար էր տվել նամակներին, բայց ոնց էի ուզում, որ ինքը ինձ նամակ գրեր։ Քննությունների ավարտից հետո սկսում են նամակների տեղատարափ, Վարդանը անընդհատ գրում է, բայց ես որոշում եմ որոշ ժամանակ չպատասխանել ու հետո Վարդանը գրում է, որ եթե չեմ ցանկանում իր հետ շփվել, ապա նա կհարգի իմ որոշումը ու ինձ հանգիստ կթողնի, բայց ոչ չեմ ուզում շփվել։ Ու դա իհարկե խորամանկ քայլ էր իր կողմից, որ շատ արագ որոշում կայացնեմ ու պատասխանեմ։ Ու պատասխանում եմ իրեն, սկսում ենք շփվել։ Շատ երջանիկ էինք, որովհետև ամբողջ օրը ամեն վայրկյան իրար հետ էինք շփվում, բայց հետո մեր երջանկությունը կարճ տևեց, դա կպատմեմ արդեն երկրորդ մասում։